Բնականաբար հարցից մեջ հեգնանք կար այդ պնդումների անողների նկատմամբ։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր նախաձեռնություն է պարոն վարչապետ եւ նաեւ կուզեի ավելացնել պետական կառավարման համակարգում աշխատավարձերի բարձրացումը ուղիղ փոխկապակցված է բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման հետ եւ ես կարծում եմ, որ դրանով մրցակցայնությունը հստակորեն կբարձրանա եւ բոլորս գիտենք, որ մասնավոր ոլորտից բարձր որակավորում ունեցող մասնագետները դժվար են համաձայնվում աշխատանքի անցնել պետական համակարգում հենց այդ պատճառով եւ հուսամ ձեր այս նախաձեռնությամբ այս խնդիրը կլուծվի։ Շարունակելով ձեր խոսքից ասեմ, որ մենք նաև նկատում ենք, որ որակյալ կադրերի արտահոս կա պետական համակարգից դեպի մասնավոր հատված եւ նպատակներից մեկը դա է, որը մենք իրականացրել ենք եւ ընդհակառակը նոր կադրերի որակավորված կադրերի պետական համակարգում ներգրավելու հետ կապված խնդիր կա, որը լուծում ենք։ Հաջորդ կարևոր կոմպոնենտը մենք անդադ մեր պաշտոնյաներին ասում ենք եւ կրթությունը հռչակել ենք ռազմավարություն, մենք մեր կարգավորումների մեջ դրել ենք, որ այդ գումարի X% տվյալ տարվա ընթացքում պաշտոնյան պետք է իր որակավորումները բարձրացնելու վրա ծախսի անպայման։ Հաջորդն էլ եմ ուզում ասել, մենք վերջին ամիսներին, վերջին տարվա ընթացքում նաև նկատել ենք, որ պետական պաշտոնյաների նկատմամբ այն մարդիկ, ովքեր անսահմանափակ փող ունեն եւ քաղաքականության մեջ ներգրավված են, պետական պաշտոնյաներին ծանրաբեռնում են անհամաչափ հայցադիմումներով ամենատարբեր անձնական բնույթի եւ պաշտոնյաները ուղղակի հնարավորություն չեն ունենում առաջինը էֆեկտիվ պաշտպանություն, որովհետեւ դա ծախս է, եւ երկրորդը դեզինֆորմացիայի դեմ պայքարում, էլի դա էլ իրավական ծախս է, ընդ որում մենք գործընկերներ ունենք, ովքեր տարիների արդյունքում հաղթել են դատական process-ները եւ ասենք իրենք 1.5 միլիոն դրամ ծախսել են դատական իրենց իրավունքները, բայց իրենց իրավունքներով նաեւ հանրության տեղեկացված լինելու իրավունքը եւ պետական համակարգը պաշտպանելու վրա, ասենք 1.5 միլիոն դրամ ծախսել են, դատարանը որպես ծախսերի փոխհատուցում օբյեկտիվ իր կարգավորումների շրջանակով, ասենք փոխհատուցել է փոխհատուցման որոշում է կայացրել 200,000 կամ 300,000 դրամի չափով, սա նշանակում է, որ հաջորդ անգամ այդ պաշտոնյան ոչ կարող է որևէ դատից պաշտպանվել, ոչ էլ կարող է իր դեմ զրպարտություններով պաշտպանություն գտնել, բայց այս ամենի նպատակը ինչ է։ Այս ամենի նպատակը եւ առաջնային շահառուն քաղաքացին է, որովհետեւ տեսեք ինչ հարց լինում է, չէ, քաղաքացու կյանքի հետ կապված, ում են ասում կամ պաշտոնյային։ Մեզ պետք է որ պաշտոնյան գերկենտրոնացած լինի իր խնդրի վրա եւ որը մինիմալ բան նրան շեղի իր աշխատանքից եւ սա շատ կարեւոր որոշում է եւ ես ուրախ եմ, որ այդ որոշումը կայացրել ենք մենք միասին եւ այո, ես եմ կայացրել, իսկ նրանք ովքեր ասած բան են առանց աշխատավարձի կամ սիմվոլիկ աշխատավարձով աշխատել են վարչապետ կամ չգիտեմ ինչ, հիմա նրանք դոլարային միլիոնատերեր են։ Ես նման խնդիր չունեմ իմ առաջ դրած, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար